Շնորհակալություն, ընտրում եմ նստեք, շնորհակալություն, Աննա, ես չի մտածում, թե այդքան դաժան ես, հասկանում, նայեք, ես սիրուն դեմքի հետևում շատ դաժան ազնվորություն ես, մենք միացել ենք կոնվենցիային և չենք կարող խոշտանգման ենթարկել Նիկոլ Փաշինյանին, դա վատագույն սցենարը կլինի։ Հասկացա, չէ, հիմա դա էլ է վերաբերում, դա էլ ուրիշ կարգի խոշտանգումա, ուրիշ կարգի հոդված է։ Սիրելի ժողովուրդ, միջ այս հանդիպում մտածում էի, միգուցե սխալ ոչ ենք բռնել, մենք փորձում ենք ինչ-որ բովանդակություն բացել, ինչ-որ բան բացատրել, մտածեցի միգուցե ավելի ճիշտ է իստերիկանների մեջ մտնել, գորգորալ, հայհոյել, չգիտեմ, դուք արդեն պետք է խորհուրդ տաք, թե մեր ճիշտ, այսպես դիրքավորումը ինչպիսին է պետք է լինի։ Չարժը չենք կարա, չէ։ Չենք կարա։ Լավ, ուրեմն փորձեմ այդ դեպքում մի քիչ նաև բովանդակային հարցերից այսօր խոսալ։ Վերջերս մտածում եմ հետևյալի մասին, որ մենք որպես ժողովուրդ իսկապես ընդունակ ենք, թե ոչ մեր կոլեկտիվ հիշողությանը տեր կաղնել և մեր այդ կոլեկտիվ հիշողությունից դասեր քաղել։ Ինձ թվում է, թե պետք է կարողանանք, որովհետև ամեն մի անձ, ամեն մի մարդ առաջի հերթին սովորում է իր փորձից և կյանք այնպիսինն է, որ աննկատ բաներ անցնում են, մոռանում ես, բայց այն ամենը, ինչ փոխեց քո կյանքի ինչ-որ ճանապարհը, մեծ ուրախություն քեզ հաղորդեց, կամ հակառակը տխրություն, միշտ հիշվում է, մարդը հիշում է։ Հիմա հարցը առաջանում է, իսկ ազգը, ժողովուրդը հիշում է, թե ոչ։ Մենք հիշում ենք արդյոք, թե ինչ կատարվեց ընդամենը մի քանի տարի առաջ, 21 թվականի, 20 թվականի պատերազմից հետո։ Արդյոք մենք հիշում ենք, որ կորցրել ենք Արցախը, որ տվել ենք 5000-ից ավել զոհ, 12000 վիրավոր։ Հիշում ենք, թե չենք հիշում։ Ինձ թվում է, թե հիշում ենք։ Հիշում ենք, չէ։ Օրինակ ես վստահ եմ, որ 21 թվականի հունիսին հաստատ հիշում ենք, որովհետև ընդամենը 6 ամիս էր անցել, 6-7 ամիս այդ ամենից հետո։ Բայց այնուամենայնիվ հիշելով մարդիկ գնացին և քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ ոգևորեցին իրեն, ոգևորեցին Արցախը հանձնելու համար, ոգևորեցին հաջորդ քայլերի համար։ Հիմա սա կոլեկտիվ հիշողության դրսևորում է, թե ինչ է։ Ես անկեղծ ասեմ, մինչ այսօր ես դրա բացատրությունը չունեմ։ Ըստ էության ընտրողը հնարավորություն է տվել Փաշինյանին մեր գլխին բերել նոր ողբերգություն։ Փաստորեն քվեարկելով ասել է, ապրես, մենք պատրաստ ենք զրկանքների, շարունակիր։ Ըստ էության սա կատարվեց։ Իշխանությունը ընտրությունների ճանապարհով մանդատ է ստանում մեկ նպատակով, չէ՞։ Տալիս է խոստումներ և մանդատը այդ խոստումները կյանքի կոչելու համար է։ Ուրիշ նպատակ չկա, ընտրությունների ամբողջ իմաստն է դա։ Այսօրվա իշխանությունը այդ մանդատի վերաբերյալ ունի յուրահատուկ վերաբերմունք։ Ինքը չի կապում մանդատը տված խոստումների հետ։ Նիկոլ Փաշինյանը ստացել է մանդատ ոչ թե ժողովրդին տված խոստումները կատարելու համար, այլ ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումների համար։ Փաստորեն սա է, ուրիշ բացատրություն այս ամենը ուղղակի չունի։ Գիտեք,
մի արտահայտություն կա էս, ուղղակի միջև այստեղ գալը հիշեցի, այդ կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել է, ատում է նրանց, ով չի կզացել։ Եվ դրա համար այդ մարդը ատում մինչև այսօր բոլոր պայքարող կերպարներին։ Բոլորի։ Սա մի բարդույթ է, որը խորը նստած է մարդու մեջ, ենթադրում են, որ իծն է, ուղղակի տեսակ է, եւ այդ տեսակը այսօր առաջնորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Հայտարարություն է։ Հիմա ինչ անել այս ամեն ինչի հետ։ Երևի գիտեք։ Նայեք, լկտիությունը հասել է, այդ կոչը հետո անելու է, լկտիությունը հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ, ըստ էության ինչ է ինքնությունը։ Սա ինչ որ բաներ է, որոնց շնորհիվ սենց համակցված այդ ամենը մեզ հայ է դարձնում, որ մենք ասում ենք մենք հայ ենք, որովհետև պատկանում ենք հայ առաքելական եկեղեցու, որովհետև ծնվել ենք այստեղ, ապրում ենք այստեղ, Արարատն ենք տեսնում եւ այլ եւ այլ։ Հիմա սա է ինքնությունը։ Հիմա այ համբալ, ինչ ունես դրա հետ։ Ինչն է քեզ ստիպում, ամենայն լրջությամբ, ինչն է քեզ ստիպում, ուղղակի խիես ցավացնում քո քայլերով ամբողջ մի ժողովուրդ։ Ինչ ես ուզում ապացուցել։ Ում համար։ Ես փորձում եմ այդ տրամաբանական շղթան կառուցել, ասում եմ լավ, եթե մարդ գլուխ ունի, ենթադրում է գլխի մեջ ուղիղ կա, ենթադրում է այդ ուղը ինչ որ բիոքիմիայի, ինչ որ շնորհիվ աշխատում, ինչ որ մտածում է, բան անում։ Իմ տպավորությունը, որ այստեղ ինչ որ պուլտ կա որևէ միտեղ եւ չիպ կա այդ գլխում եւ այդ պուլտը ասենց կառավարվում է այդ գլուխը ինչ որ մի չիպով որևէ տեղից։ Հաստատ Հայաստանից չի։ Հիմա ռոբոտներ են, չէ՞, սարքում մարդու նման։ Հիմա այս մարդը իմ տպավորությունը ոնց որ Ալիևի տուզիկը դառած է։ Ուրեմն ինչ պիտի անենք մենք։ 7-ին համար 17-ին։ Ճիշտ է։ Կամ այդ գլուխը պիտի պուլտից անջատենք։ Կամ չէ, ուզում եմ ասել մարմնից մի ուրիշ բան անջատել, բայց լավ չեմ ասելու, վաղ ասելով են կոչեր անում։ Մի բան իմ համար հասկանալի է։ Չպետք է Հայաստանում լինի որևէ ղեկավար, որի գլխի ուղիղի պուլտը ուրիշ տեղ է։ Համամիտ եք։ Փորձեմ անդրադառնամ եւս երկու հարցերի, մեկը շատ են խոսում sense Եվրոմիության անդամակցության մասին, առիթից օգտվելով վերջերս դրա մասին քիչ են խոսում, փորձեմ ուղղակի մեր տեսակետը նաեւ դաշինքի տեսակետը հայտնել եւ հետո մի քիչ խոսամ Երևանի հարցերի մասին։ Ես չգիտեմ, որևէ մեկը հավատում է, որ Եվրոմիությունը գալով է Հարավային Կովկաս։ Սեմ շատ լավ կլինի որ գար։ Իրականում շատ լավ կլինի որ գար, բայց չի գալու։ Աշխարհագրությունն է այդպիսին է։ Աշխարհագրությունը դաժան երևույթ է, չես կարող փոխել։ Հիմա այդ քարտեզի վրա ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես պտտիր, գլոբուսը։
չի փոխվում։ Տեսանելի ապագայում դա հնարավոր չի։ Հնարավոր է թե Թուրքիան դառնա, Վրաստանը դառնա, դրանից հետո մի 20 տարի, 25 տարի հերթում կաղնես, եթե մինչ այդ Եվրամիությունը այս տեսակով դեռ պահպանվի։ Սա է իրականությունը։ Սա մի սուտ է, որը սենց լավ բանի մեջ, սենց փաթեթավորված այդ հեքիաթը փորձում են ծախել մեր ժողովրդին։ Մի խաբվեք, ժողովուրդ ջան։ Բանկա չէ, ասում են աղվեսի խորամանկությունը ավելի շատ գալիս է հավի անխելքությունից։ Հիմա գոնե այդ բանաձևը մենք ուղղակի ընդունենք եւ հասկանանք։ Սա մի բան է, որով մեզ փորձում են կերակրել, բայց որը հեռանկար ուղղակի չունի։ Բայց ինչ հեռանկար մենք ունենք։ Երևի ով գնացել է Եվրոպա դուր է գալիս։ Բարեկեցիկ, լավ, սիրուն։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք դարձրիր Հայաստանը եվրոպական երկիր։ Ով է քեզ խանգարում։ Չէ, իսկապես ով է խանգարում։ Եթե խոսքը բարեկեցության մասին է, ազատությունների մասին է, եթե խոսքը տնտեսական զարգացվածության մասին է, սարքենք։ Եվրոպայի երկու ամենից հարուստ երկրները Եվրամիության անդամ չեն, Շվեյցարիա, Նորվեգիա։ Ամենից հարուստ երկրներն են, Եվրամիության անդամ չեն։ Երբ ուզեն անդամակցեն, այս սենց են անելու 6 ամսում անդամակցելու են, որովհետև ավելի լավ վիճակում են բոլոր այդ արժեքային համակարգով տնտեսությունով, քան մյուսները։ Շատ ավելի բարձր են, քան Էստոնիա, Լատվիա, քան Բուլղարիա, Ռումինիա եւ այլ, նույնիսկ Գերմանիայից ավելի առաջ են։ Հիմա մենք ասում ենք Եվրոպան բերենք այստեղ։ Բարեփոխենք մեր երկիրը։ Արժեքային համակարգը բերենք եւ սարքենք այն երկիրը, որը երբ ուզի անդամակցի։ Բայց այսօր մի արեք քայլեր, որոնք մեր գլխին խնդրեմ են բերելու։ Փորձադաշ չենք։ Հարավային Կովկասը այլ ռեգիոն է։ Հարավում Իրան, հյուսիսում Ռուսաստան եւ այս աշխարհակաղակական լարված իրավիճակում սեփական ժողովրդի գլխին երրորդ անգամ փորձանք մի բերեք։ Համաձայն եք։ Իդեպ, երբ ասում ենք Եվրոպա, ճապոնացի, Հարավային Կորեա, Սինգապուր, ոչ թե ոչինչ բանով չեն զիջում, արդեն մի բանով էլ անցել են։ Եվ տեխնոլոգիապես, ամեն ինչով, եւ բարեկեցությամբ։ Ուրեմն այս թեման եւս պարզ է եւ հասկանալի։ Մի քիչ Երևանի մասին։ Մենք տեսնում ենք Երևանի անվերահսկելի աճը։ Եվ այդ աճը ենթադրում է, որ իշխանությունը պետք է ավելի համակարգված աշխատեր, որ այդ աճը չդառնա չարիք Երևանի համար։ Այսօր շրջաններից շատ եւ շատ մարդիկ գալիս են Երևան մեկ պատճառով, այնտեղ գործ չկա, պիտի գան ստեղ։ Ոնց որ արեստական այնպես անեն, որ սահմանները դատարկվեն։ Եվ սա դառնում է չարիք մեկ պատճառով, որտեղ քո այն ինչ արվում է, այ շինարարություն եւ այլ, ամեն ինչ լավ է, թոլինի, բայց դրա հետ զուգահեռ սինխրոնիզացված դու պետք է կառուցես ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, մետրոներ։ Հակառակ դեպքում Երևանը ապրելու համար դառնալու է մի քանի տարի անց այս տեմպերով անտանելի երկիր։ Հիմա ոնց է, հիմա հարուստները ուզում են կենտրոնում ապրել, չէ՞։ 5 տարի հետո հարուստները ամեն ինչ անելու է, որ կենտրոնում չապրեն։ Եվ այս ճակատագիրը շատ եւ շատ քաղաքներ ունեցել են դրսում։ Անպայման մենք սեփական փորձի վրա պիտի սովորենք, այդ գրաբլին մենք պիտի կողենք, մի հատ մեր ճակատի մի հատ լավ խփի, որ հասկանանք թե ինչ ենք անում, եւ սրանք ընդունակ չեն դա անել։ Արդեն ստեղծվեց 8 միլիարդ հավաքել եւ 1 մետրոյի կայան չսարքել, ուղղակի խայտարակություն է։ 1 տրանսպորտային հանգույց Երևանում չսարքել,
իսկապես խայտառակություն է։ Սա պետք է ասեն շատ ուզես ոչինչ չանել, որ դա կատարվի։ Բայց ինչն են անում լավ։ Տուգանելը շատ լավ են անում։ Իսկապես փայլուն է։ Հարկերը բարձրացնելը, ձեր գույքահարկերը մնաց նույնը, թե բարձրացավ։ Բարձրացավ, չէ՞։ Ապրեք։ Ես կառաջարկեի, որ գույքահարկի այդ գույքահարկի անունը փոխեն։ Ասեն հարկ պարգևավճարների համար։ Ուրիշ անվանում ոչինչ չի կա, հարկ պարգևավճարների համար։ Որտե միայն բացատրությունը դա է։ Ինչ եք ընկել այդ ժողովրդի հետևից։ Ինձ հիշեցնում եմ Պոնչիկ Պերաշկիի մասին, բայց լավ են ուտում, չէ։ Իսկապես լավ են ուտում։ Կարծում եմ նման ձևով նաև բյուջեն են ուտում, նման ձևով ձեզանից հավաքած հարկերն են ուտում։ Ես ձեզ խոստանում եմ, սա մի սերիալ է լինելու, որ կարող եք իսկապես պոպկորնով նստել նայել, թե այդ 8 միլիարդը ուրա գնացել։ 8 միլիարդ դոլար բերել երկիր եւ այդ 8 միլիարդով ոչինչ չկառուցել, այնպիսի բան չկառուցել, որ ուղղակի երևա, սա յուրահատուկ ընդունակություն, տաղանդ պետք է ունենաս։ Մենք էլ էինք կառուցում, շատ էինք կառուցում։ Ոչ մի բան պարտքով, գրեթե ոչ մի բան պարտքով չեն կառուցել։ Գրեթե ոչ մի բան։ Աղետի գոտի ենք վերականգնել առանց պարտքերի մեջ մտնելու։ Հիմա սա է մեր մոդելը։ Պարտքով, գիտեք բան է, մարդիկ կան, չէ, որ սենց բանկեր են գնում, սպառողական վարկեր են վերցնում, ավելի շատ ծախսում են, պիրամիդա բուրգա կառուցում, հետո գրավադրած տունն է կորցնում։ Հիմա մենք այս վիճակում ենք։ Եվ հետո ասելով են ժողովուրդ ջան, բա էսա ինչ անենք, միայն փրկությունը Արևմտյան Ադրբեջանն է։ Սա է լինելու։ Եթե իշխանությունը պրոբլեմներ է ստեղծում, փոխանակ պրոբլեմներ լուծելու, այդ իշխանությունը գլխացավանք է եւ օր առաջ պետք է իրենցից ազատվել։ Եվ դրա համար ինչ պիտի անենք։ Միասնական պայքար։ Բոլորին համոզեք, ձեր հարևաններին, բարեկամներին։ Ուրեմն հունիսի 7-ին, համար 17-ին պատրաստ ենք։ Շնորհակալություն։ Այն թերությունները, որոնց մասին ասացի, բոլորը վերացնելու ենք։ Գույքահարկ եւ այլ ամբողջը վերանայվելու է։ Վստահ եղեք։ Բայց որոշումը ձերն է։ Շնորհակալություն։ Հիմա մենք ձեր տրամադրության տակ ենք, կարող ենք առանց սենց լիմիտավորման, ինչ հարցեր ուզում եք տվեք։ Հիմա ես նստեմ դու արես, թե մենք մեր ձեռը վերցնենք։